համար եք բացված, ես շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնի մասնագետն եմ, վարչակարգ ղեկավարի դրությամբ հարային երկրորդ ուսումը իրականացնում է և ամբողջությամբ ներկայացնում է փորձաքննական կենտրոնը։ Ներկայացա ես Շուշան Կարապետյանն եմ, նշված գործող փորձագետը։ Նախատեսվող գործունեությունը իրենից ենթադրում է GMN Gold Mining ընկերության կողմից նախատեսված զարդարի բնակավայրում ոսկու կոզման ֆաբրիկայի և երկու կոչամբարների կառուցման նախագիծ, որը համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի ենթակա է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փորձաքննության։ Ամբողջ փորձաքննական գործընթացը իրականացվել է A-կատեգորիայի գործունեության տեսակների համար։ Երկրորդ հարային լսումը իրականացում է գործունեության վերաբերյալ շահաբեկիր մարմիններից շողություններ և առաջարկություններ են ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի նախարարությունից, այնպես էլ շահաբեկիր այլ կառույցներից, այլ նախարարություններից։ Ընկերությանը ներկայացվել է վերամշակման շուրջ 65 կետից բաղկացած թերթիկ, որը վերամշակմամբ ներկայացվել է փորձաքննական պրոցեսը շարունակելու նպատակով և այժմ երկրորդ հանրային լսումը վերամշակված տարբերակի հիման վրա է ներկայացվում։ Երկու հանրային լսումներով ամփոփվում է ամբողջ փորձաքննական պրոցեսը և կազմվում է համապատասխան եզրակացություն, ըստ որի արդեն գործունեությունը ընկերությունը կարող է շարունակել կամ չշարունակել, կախված եզրակացության ելքից։ Նախատեսվող գործունեությունը դիտարկվել է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա ազդեցությամբ թե դրական թե բացասական ուղղություններով։ Հիմնական ազդեցությունները ես ավելի մատչելի ներկայացնեմ, բաժանվել է որպես կառուցապատում քաղաքաշինական գործունեության փուլում ինչ ազդեցություններ են կրելու, գործարանի տարածքի համար և կոչամբարների կառուցման ընթացքում և բուն տեխնոլոգիայի մասով ինչ ազդեցություններ է սպասվում։ Ազդակի համայնք է ճարաշվել վայք և զառիթափ բնակավայրերը, հիմնական ազդեցությունները քաղաքաշինության տեսակետից հիմա ես ես կներկայացնեմ, կապված գործարանի կառուցման հետ կապված, որ հողային ռեսուրսների տեղափոխման աշխատանքներ իրականացում, գրունտի տեղափոխման և արյունայինի հետլիցքի հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում խախտվում է հողաբուսաշերտը։ Դրա հետ կապված հողային շերտը տեղափոխում է ընկերությունը համապատասխան նորմատիվներով և կուտակում է, այնուհետև տարածքի կանաչապատման համար օգտագործելու նպատակով, իսկ այդ աշխատանքների, հողային աշխատանքների ընթացքում առաջացած անօրգանական փոշին հիմնական մթնոլորտային օդնախտոտող հիմքն է հանդիսանում։ Անօրգանական աշխատանքներ ընկերությունը մոնիտորինգի ծրագիր է ներկայացել, որով կառավարելի է դարձնում արդեն խնդիրները։ Կարմիր գրքյան բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ համաձայն ընկերության ներկայացած տեղեկատվության տարածքում չկան, այն կենդանիները, որոնք թռչունների և կրծողների տեսքով են, ընդամենը բնադրավայրեր են և ժամանակավոր կառուցության տեղեր են, որոնք շինաշխատանքների ընթացքում նմանատիպ կենդանիները աղմուկից լքում է տվյալ վայրերը և ավելի ապահով վայր է գտնվում իրենց համար։ Բուն կարմիր գրքյան բուսական կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք ապրելավայր են թվարկված տվյալ տարածքում կամ մկրացիոն ուղիներ են իրենցից ենթադրում, չկա տարածքում։ Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսներին, տարածքով անցնում է մոտ 430 մետր հեռավորության վրա զառիթափ գետը, որտեղից ընկերությունը նախատեսում է ինչպես ջրցանման աշխատանքները կատարել, այնպես էլ հետագայում տեխնոլոգիական մասով ապահովել ջրի շրջանառող համակարգի համար անհրաժեշտ ջրաքանակը։ Պատմամշակութային հուշարձաններ տարածքում նույնպես բացակայում են և ազդեցություններ բնականաբար չի կանխատեսում այդ ուղղությամբ։ Մարդկանց սոցիալ-տնտեսական տեսանկյունից և մարդուն առողջության տեսանկյունից ներկայացնեմ, քանի որ ընկերությունը նախատեսում է սոցիալական լուրջ ծրագիր իրականացնել, սա մոտ 100 աշխատատեղի ներկայացում է ծրագրով և ներգրաված է
Իհարկե այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչները աշխատանքների իրականացմանը, թե գործարանի կառուցման ընթացքում շինարարական աշխատանքներին, այնպես էլ հաջորդող տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում։ Այսքանը կառուցապատման մասով ազդեցությունների, հակիրճ ավելի հասանելի փորձում ներկայացնել տեխնոլոգիական մասով։ Գործարանը իրենից ներկայացնում է ոսկու կոզման ֆաբրիկա, որտեղ հիմնական հումքը բերելու է ընկերության կողմից Սոֆի Բինա հանքավայրից, որը կրկին զարդաբնակավայրում է։ Սոֆի Բինա հանքավայրից արդյունահանում իրականացնելուց հետո հանքանյութ տեղափոխվում է տվյալ գործարանի տարածք։ Երկու տեսակ ջրատման պրոցես է ապահովելու, այնուհետև ֆլոտացիոն պրոցեսը, որտեղից արդեն ջրազրկված պոչերը, ֆլոտացիոն պոչերը ուղղվելու են մաքրման կայան, այնուհետև նորից պրոցես, ապահովելով ջրի շրջանառու համակարգը, իսկ արդեն ջրազրկված խտանյութ ասվածը ուղղվելու են դեպի ցիանացման պրոցես։ Ցիանացման պրոցեսը նույնպես իրականացվելու է ջրի շրջանառու համակարգով։ Այստեղ հիմնական խնդիրը, որ առաջանում է ջրատման պրոցեսում անօրգանական փոշու մասնիկների տեսքով արտանետումներն են, որոնց համար ընկերությունը ֆիլտրացիոն համակարգը պետք է պատշաճ կերպով ապահովի, որպեսզի արտանետումները մթնոլորտ եւ հարակից շրջաններին հնարավորինս նվազեցվեն։ Իսկ ցիանացման խնդրահարույցը, որ բոլորին անհանգստացնում է տեխնոլոգիական մասով, ցիանացման գործընթացը լինելու է ջրի շրջանառու համակարգով, այնուհետև պրոցեսը ցիանային նյութերը չեզոքացվելու են Պերօքսիդով չեզոքացվելուց հետո արդեն այսպես ասած անվնաս ջրային ցիանային լուծույթը տեղափոխվել է նույնպես մաքրման կայան, այնտեղից մաքրված ջուրը օգտագործվի կրկին տեխնոլոգիական պրոցեսի համար։ Սա առաջընթաց տեխնոլոգիա է, որը ամբողջ աշխարհում կիրառվող մեծ ստանդարտ է եւ շատ կարևոր հանգամանք ենք համարում, որ ջրային արտախոսքեր չեն ունենում տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում։ Իսկ արդեն ջրազրկված պոչերը, որոնք համարվում են թափոններ եւ պետք է արդեն 4 վիճակում զտվում են 80%, 20% խոնավությամբ տեղափոխվում են դեպի պոչամբարներ, ավտոինքնաթափերով տեղում տեղափոխվելու են եւ տարածքում 2 պոչամբար է նախատեսվում կառուցել, 3 եւ 4 եւ 5 հեկտար մակերեսներով։ Ընդհանուր գործարանի տարածքը կազմելու է 3 հեկտար, ընդգրկվելու է ավտոճանապարհների կառուցում, մոտեցող ճանապարհներ, ֆունդային ճանապարհներ, ենթակառուցվածքների անցկացում եւ ընդհանուր տեխնոլոգիական պրոցեսին անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներն ապահովելու են։ Պոչամբարներում 4 պոչերը, իրենք նույնպես համարվում են նորագույն զարգացած երկրների համար ստանդարտ, որ քիչ տեղ են զբաղեցնում, կարիք չկա լրացուցիչ այլ ենթակառուցվածքներ ապահովել։ Ընկերությունը գեոմեմբրանային ծածկույթով ապահովելու է պոչամբարների տարածքը հնարավոր արտահոսքեր կանխելու նպատակով եւ 2 տրենաժային խողովակներ են գործելու, որտեղ ժամանակի ընթացքում հավաքված ջուրը, անձրևաջրերը, սելակաջրերը հեռացվելու են այդ խողովակաշարերով։ Խողովակաշարից հեռացված ջուրը ուղղվելու է փոքրիկ լճակ, որտեղից ըստ հաշվետվության դարձյալ հնարավոր է օգտագործել ջրահարու համակարգը։ Հիմնական ազդեցությունները պոչամբարներից համարվում են ռիսկային այն առումով, որ ժամանակի ընթացքում կուտակումները փլուզումների կամ ճիշտ չնախագծման արդյունքում կարող են փլուզումների պատճառ դառնալ։ Այստեղ շատ կարևոր է անվտանգային համակարգերի եւ արագարձակացման համակարգեր շատ բարձր մակարդակի պահել, տեխնիկական
անգամ փորձակնության է ենթակա խոչամբարները, որոնք համալիր փորձակնության ընթացքում այնուհետև մյուս լիազոր մարմնի միջոցով ներկայացվեց տեխնիկական անվտանգության փորձակնության։ Հիմնական այսքանը ազդեցությունների մասով, եթե հարցեր ունեք կամ ավելեք, խնդրեմ, հանեցեք։ Հարցեր ունեք։ Այսինքն հեռվասն է գործարան, իսկ անմիջապես տեղում հեռավոր չի ինչ-որ մոտիկ տեղ, հարմարացն եք այդ մակտություն ընդեղ կտար։ Հեռավոր չի մոտիկ դելև համքին և նույն տիտանեի տեղավորիկ է մակտին համար։ Եթե թույլ տակ ես պատասխանեմ, հայ է հարցը։ Ջերի հարցներ ամենքել ընդեղ հնարավոր է։ Ես պատասխանում եմ։ Լավ պատասխանիր ինչ-ինչ։ Մեր համար շատ ավելի հարմար կլիներ ձեր Ես քան տեղափոխման ժամանակ թափուկներ կլինի, վտանգ կլինի, ոչ մի ժողովուրդ դնում են գալիս են տարածքի, ես բացում եմ ասել, սարք եք ճանապարհը սարքի մեր համար լավ կլինի, բայց հնարավոր չի մտա, որտեղ բոլոր տեղերում հանքերը իր նույն գործողությունը կատարվում են այդ մոտիկ տարածության վրա։ Բացում եմ ասել, որ բացեն այդ հանքեր, ոչ մի բան, բնավ ամեն ինչ նախատեսել շատ է։ ամեն ինչ գիտենք։ Տարածքի պահ բնականաբար մեր համար ձեր ասածը ավելի լավ կլիներ, որ հանքի մոտիկ անենք, բայց այդ տեղի հարցը մենք բոլորով սենց գյուղապետանով, համայնքապետանով, ժողովրդով քննարկել ենք, մեզ առաջարկել են այդտեղ, մենք միաձայն համաձայնվել ենք։ Մեզ ամենայն դեպս ձեր ասած տարբերակը ավելի ձեռնտու կլիներ, ավելի քիչ ծախսատար կլիներ, ավելի հեշտ կլիներ, բայց մենք որոշեցինք, որ մենք ձեզ լսենք, ձեր ժողովրդին լսենք, ամեն ինչ չեն կա իհարկե։ Կարելի է հարմարել, ձորերն էլ կա, կարելի է փակել, Անքամորակի բնակ են ուտել շիների հանքը։ որտեղ բնան հարմար չի, մենք քննարկել ենք ամենահարմար։ Օրակ ինչով հարմար, նույն բարելավը կարել էր, էլ դու դա շիներ։ Այդ տարածքը, որ մենք ասում ենք, ինքը ոչ օգտագործում է, ոչ անասունարարացում, ինքը հավասնոց տարածք։ Դարի, անասուն դե զարդա մեկը բնանել արացած է։ Այս բարի չկա Ժողովուրդ ջան, արդեն այդ տարածքի մասով այդ տեղն է որոշվել։ Մենք այդ տեղը ասում եմ, որոշել ենք բոլորի հետ քննարկելով։ Այդ արդեն դուք գյուղապետարանի, համայնքապետարանի հետ արդեն ամենայն դեպս ասում եմ, մեր համար ավելի հեշտ ու լավ կլիներ, որ տեղում լիներ, բայց որոշվեց այնտեղ մենք էլ չմերժեցինք։ Հավիքով կոնկրետ որտեղ է։ Կոնկրետ այդ կարալարը ինչեր վերջեն բիզ բիզ սարի տակի Զաքոյի պրտվացելի։ Զաքոյի պրտվացելի աչել։ Ալելուս ծախերը Սասենյանների նավыз դոստեր։ Այն արամի Պոչ համայնը։ Ամիկոն այդ շիների բավարի։ ոչ համարը Կալամանի պակ։ Բնան չկար էստեղ շիներ։ դե չկարել են էստեղ, բայց Ամեն գոմիգաներ է սա։ գոմիաները սա Դարի սեպապարը Այլ հարցեր ունեք ժողովուրդ ջան։ Բնան։ Ճիշտ բան է։ Ունեք այլ հարցեր։ Եթե չրեք ես խոսեմ հասկանան, եթե տեխնիկական ջրը վերցնում եք ջրից, հիմա տեխնիկական ջրը ինչքանով է բարենպաստ, որ մի անգամ ուղղվի պրոցես, պետք է արվի սեզոնարությունից ելնելով, ինձ ասացին, որ գյուղից արդեն 15 բնակավայր օգտվում է, չէ, այդ կետից, որպես ջրվող տարածքներ։ Հիմա եթե ընկերությունը պարբերաբար այդ ջուրը պետք է վերցնի գետից, ինչքանով է ապահով, որ այն ջրի տարածքներ չեն։ Ամենանավազագույն հոսքը ջրի
Դարիթակ ուշոտ կետում կազմում 0.33 կիլոմետր վարկյա։ Մենք վեկարեք 3.5 մետր։ 33 կիլոմետր վարկյա, 3.5 Վարան չեմ մեժնի, այսինքն ամենան նվազագույն հոսքը որ գնում, իսկ միջինը 0.46 է, իսկ առավելությունը 1.7 Իսկ հնարավոր է ջուրը պոմպերով հավաքել կուտակել, որ անընդհատ գետից չվերցնեն, հատկապես ոռոգմաշրջանում, դուք ձեր կուտակած ջուրը պահեք, օգտագործեք, այն ժամանակ, երբ որ համայնքը ոռոգում չի անել։ Մենք նախ ոռոգումն էլ հաշվառված է, բոլոր ֆաբրիկաները ունեն ռեզերվուարներ, որտեղ հավաքում են ջուրը, նոր ջուրը օգտագործում են ռեզերվուարները ամեն մեկ 5 կուբամետր հավաքելու համար, որը դրանք վերվերի կումայրը Ձեր ասածը Նադը խարել է Անջրտի տարածքները խնդիր չեն։ Իսկ սոցիալական կոնկրետ ծրագիր ձեռնարկել։ Շատ ենք անելու Նախնախոսումներից։ Չէ, ինձ թվում է ժողովուրդը օգտելական առանց պարտավորության մենք այդ անում ենք ու եթե մեր գործողական միանշանակ այդ ամենը ավելի շատ էական սոցիալական ծրագրեր ոչ թե սիմվոլիկ ինչ-որ Համայնքի ղեկավարական Սոֆիինայի հանցավայրի աշխատանքի ընթացքում սոցիալական ծրագրեր իրականացնել գերուցաններ։ Մեր երեզմաններ տանող ճանապարհը որ կա դպրոցից սկսնում մինչև երեզմաններ տանող ճանապարհը կազմակերպության կողմից այս ճանապարհի շրջանում։ Դրոնտային ճանապարհը կամ Հիմա ասֆալտապատվեն։ Իսկ դուք ինչ ցանկություն ունեք, որ ուղղակի ուշադրով անպայման ամրագրվի հետագայում կյանքի կոչվի։ Գյուղամիջան բոլոր ճանապարհները ասֆալտ։ Յուղի փողոցները ասֆալտապատ են։ Դպրոցի մանկապարտեզի խնդիր, վերանորոգման խնդիր, ջրագծերի խնդիր, խմելու կեցարային նպատակով ջրագծեր չկան։ Աղբյուրից Ոռոգման ջրագծի նախագիծ ունենք, ֆինանսական օգնություն, կապույտի լճից մինչև Զառիթար, ոռոգման ջրագծի նախագիծը կազմված է, բայց ֆինանսական թող 20%-ով Չէ, ուշադրի մեջ պետք է գերվել այն։ Փողոցներ ունեք ցեխոտա, հիմա այս ժողովրդի Իմիջայլով ձեր փողոցներով է խալում։ Հիմնական սոցիալական աջակցության գաղափարը այն է, որ հետագայում է ներկայացումը ժամանակ մանավանդ հանքարդյունաբերության համար ներկայացնում է կոշտաբիծարկումներ, չէ, դրա մեջ տպվում է նաև սոցիալականը, եթե սոցիալական ծրագիրը ֆիքսված է լինում հաստատող, ներկայացնում է նաև մշտադիտարկումների շրջանակներով։ Դրա համար նախընտրել է արդեն այս փուլում ուշագրի ինչ-որ նախնական տեսք ունենա կամ հստակ ցանկություն համայնքի կողմից, խնդրում եմ ակտիվ լինեք։ Մեկ էլ կներեք, երկու հատ կոչամբար է կարծրախախտ։ Մենք մի հատ պիտի ենք ցույց տվել, չի եղել երկու կոչամբար։ Ինչն է մի հատ ցույց տվել։ Մենք ցույց տվել այդ ձորը, մի հատ կոչամբար սարքել, ունդե այդ Մենք միասին որ գնացել ենք տեղը ցույց եք տվել, մենք այդ ժամանակ կոչամբարի կամ ֆաբրիկայի տեղ չենք բա, ինձ ընդհանուր տեղն եք ցույց տվել ֆաբրիկա, որտեղ կարելի է կառուցել։ խորը ձորը Մենք այդտեղ ենք կառուցում ամեն ինչն, ես չի ուրիշ տեղ ենք գնալ։ երկու հատ կոչամբար պիտի կառուցվի։ Ձեր ֆաբրիկանա դիմացու հետևը կոչամբարներ, ոչ թե Հետևի կողմ անհնարին է։ Որտեղ գալիս է փշոն գետի վրան է կախում, էդի անհնարին է, պետք է կոչամբար չկառուցվի։ Իսկ առաջի մասը հասկանալ։ Կոչամբար, հələ մի հատ հետ մի կոչամբարը լծվի Չէ, դրա չէ, այս հենց այդ կողմից է պետք է մի կոչամբար կառուցվի, ոչ թե երկուսը։ Բայց դուք եղեք որ ասում եք փշոն գետի վրա կախում։ Այո, ես երեք տեղում եղել եմ, նայել եմ, երեք գերու հետ գնացել եմ, գալիս է արդեն փշոն գետից մի 100 մետր դիտել կոչամբարը սկսում է կառուցվել է, էդի ընդեր բնական աղբյուր կա, հիմա էլ աշխատում։
Եվ բնական աղբուրի վրա ոնց է կոչանբար կառուցում։ Հիմա 100 եթե չեղավ 200 եղավ նորմալ է լինի։ Չէ։ Դա ինչ Այդ երեսը, այդ 300 թե կուզել։ մեր գետի վրա կոչանբարը, ընդե բնական աղբուր կար։ Սաղ է կապացել, որ այդ ձորի բնական աղբուր է դուրս գալի։ Դրա ոնց է կոչանբար կառուցում, այդ եմ ուզում։ Աղբուրը բնական է, ընդե մինչև հունիս այդ աղբուրը աշխատում է ջուրը։ Բայց աղբուրին մենք չենք վնասում։ Թե կառուցած կոչանբարի վրա տակ դառնում ոչ է կարող։ Բայց կոչանբարից արտահոսք չի լինում, որ վնաս լինի։ Աղբուրը։ Այսինքն աղբուրն է կորում դրա արդյունքում։ Աղբուրը մնում է կոչանբարի տակը։ Մանգելը դա վասին իսատի մանգելը քալը չմտածել։ Աշխատանքներ Այլ հարցեր ունեք ժողովուրդ։ Այլ հարցեր ունեք։ Եվ սկսել եք սարքել այն ճանապարհը, սարքել են միայն արտահայտ ճամբաղ եկարվում եք դες գրեթե շուտ են գնում։ Այն Անցած ճշմար ժամանակ է, չէ՞, խնդրեմ։ Հատուկ տեսա որ մենք դզել էինք։ այն ձորն էլի։ Տեսա որ դզել էինք մենք, իմացա որ Լավ չի։ ո՞նց լավ չէ։ Իշաբաթ երկու տեխնիկա էր աշխատում այդտեղ։ Չէ, նորմալ չի, այն Ասֆալտ չենք կարող, բայց ինչայլոց այդ փոխադրի համար ենք դզել, ճանապարհը մեզ մեջ չէ դզել։ այն դիքն եք բանալել հանդես։ Այդ սա գետից վերև ինչքան ճանապարհ կա, սա դզել է։ Դերիկայաս ինչ անեմ, որ քո բանջներին չի համապատասխան։ Այդ քո խնդրանքով է կարել։ Այդպես պետք չէ այդ ճանապարհը։ Գնում տալը Էսիանի ճանապարհն է, Էսիանի ես չեմ ծխել։ Լավ, շատ լավ։ Այլ հարցեր։ Հարցեր չունեք։ Մեկ բնակությունից քանի հոգի պետք է աշխատեն այդ գործարանում է։ 200-ի կարգը աշխատատեղա լինելու երակշռող մասը ստերի բնակիչներին, ովքեր կուզենան իհարկե։ Այլ հարցեր ժողովուրդ ջան։ Զավոդը խիբենան չենք սարքել, այդ հարցը։ Տվեցիք, արդեն պատասխանեցինք։ Ես կարողանալի համաձայն չեմ բնա սարքել զավոդը։ Դե ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլոր ժողովուրդներին։